Երջանիկ ծերությունը ոչ մեկին ձեռք չի տալիս։ Աշխատող մասնիկներս փող ստացան, ով զարմանք, ահագին պակասել էր, առանց էդ էր պակաս աշխատավարձը։ Դե շեֆերը երջանիկ ծերության մասին են հոգ տանում։ Դրա համար էլ գնացքների մինչև հիմա լուռ ու համեստ աշխատողները զայրացան ու դուրս եկան, ասացին չենք աշխատի, մինչև մեր փողերի հարցերը չլուծեք, բայց կանչեցին, համոզեցին ու երկաթուղայինները տներով ցրվեցին։ Մինչև հիմա շատ քիչ լռողներն էլ որոշեցին բեմին լռություն հաստատել ու ձայները բեմից ներքև բարձրացնել։ Հետո չլռեցին ութ ու խոնավ թունելներում աշխատողներն ու լույսի մարդիկ, բայց ձայն բարձրացողներն այդքան էլ շատ չեն։ Ձայներն էլ երկար չեն բարձրացնում, սպասում են մինչև իրենց հարցերը ինչ-որ մեկը կլուծի։ Իսկ ներկայացուցիչներս Եվրոպայում ամոթով են մնացել։ Գնացել ասել են եվրոպացիների մոտ, ուզեցել են հարցեր լուծել, տեքստեր գրել, բայց այս եվրոպացիները շատ հիշաչար են դուրս եկել։ Խեղճ ներկայացուցիչներից մի քանի ամիս առաջ արածները երեսով են տվել։ Ասել են դուք ձեր հյուսիսային մեծ եղբայրը։ Գնացեք իրար հետ խաղացեք, մեզնից ինչ եք ուզում։ Դուք ձեր ընտրությունը կատարել եք։ Լավ, բայ ես ինչ կապ ունեմ։ Այդ նույն արաշ-չարազների պատճառով էլ իմ թարսվող ներկայացուցիչները որոշել են նստեն, քննարկեն, թե ինչ կարելի անել ծառաներիս հետ։ Ասում են, որ ուզում են ասել, թե չեն վստահում ծառաներիս, գնալու ժամանակն է։ Դե ուզել ու առաջարկել կարելի է, բայց ես այդքան էլ մոռացկոտ չեմ։ Ոնց որ թե մեծամասնությունը դեռ մեծամասնություն է ու իրենց կնոպկաների տեղը իրենք լավ գիտեն։ Մեծամասնության փոքրիկ տարերը որոշել են իրենց մեծի տեղ դնել։ Դուրս էին եկել ու կանգնել էին թարսվող երիտասարդների դեմ։ Ասել էին մեր մեծն առաջնորդի դեմ թղթեր մի բաժանեք։ Դե հրեշտակներին էլ դա շատ էր դուր եկել։ Ու իրենց անհամ սցենարն էլի էին խաղացել։ Թարսվողներին տարել էին իրենց մոտ, բայց այս անգամ ոնց որ չափերը շատ էին անցել ու ձեռքերին ազատություն տվել։ Եկավ սրտին ազատություն տալ օրը։ Արևմուտքի շատ գոլեգաներ իրար սիրում են, սրտեր ուղարկում, համբուրվում, իմ մասնիկներն էլ ուզում են դա իրենցով անեն։ Էլի սիրեն, ուրախանան։ Բան չունեմ ասելու, բայց ես էլ այդ օրվանից ունեմ։ Էլի նույնքան ռոմանտիկ, ձիով, զինվորներով, ինքն էլ է սերս ու երիտասարդ մասնիկներից պաշտպանում։ Բայց դա այդքան էլ կապ չունի ով է սերս պաշտպանում։ Կարևորը շատ սիրեք։